Ինչքան ինձ հիշում եմ Արցախը։ Լավ սովորել ինչի համար, այդ ինչի համարներից մեկի պատասխանը Արցախն էր։ Գիտեք, մի տեսակ հիմա ինձ շատ եմ մեղադրում, ասում եմ ինչի ավելի շուտ չէի գնացել։ Եթե մենք մի րոպե դադարեցնենք այդ պայքարը, մենք շատ պարզ պետք է իմանանք, որ այստեղ էլ չենք լինելու, այստեղ մենք չենք լինելու։ Արցախի վերադարձը մեզ տալիս է դրդապատճառ լինելու ուժեղ։ Ամենաշատը Գանձասարը։ Մենուաձեր հրապարակային ելույթներում մշտապես արկա է այն գաղափարը, որ Արցախը մեր ազգային գոյության հիմքն է։ Երբ ճանաչեցիք Արցախը եւ երբ այն դարձավ հայրենիքի անբաժան մաս։ Ինչքան ինձ հիշում եմ Արցախը։ Յուրաքանչյուր մարդ փորձում է հիշել իր կյանքի առաջին հիշողությունները, ու իմ առաջին հիշողությունները կապված էին հենց Արցախի հետ, ինչ իմաստով, որ 88 թվականին, երբ ես 5 տարեկան էի, երբ որ սկսվել էր շարժումը, այդ շարժումը ոչ միայն Երևանում էր ծավալվում, այլ նաև հասել էր մարզեր, այն ժամանակ շրջաններ, եւ Վանաձոր քաղաքում այն ժամանակ Կիրովական եւս տեղի էին ունենում ցույցեր, բազմամարդ ցույցեր էին տեղի ունենում։ Եվ իմ հարազատները, ծնողներս, հորեղբայրս այդպես մասնակցում էին եւ ուսերին նստացրած տանում էին այդ ցույցերին եւ այդ ցույցերի ժամանակ ես էլ ինձ մի պահ կարևորված զգացի, որովհետև իհարկե ծնողների սովորացրած բառերով ելույթ ունեցա շատ կարճ, ելույթի իմաստը այն էր, որ ով եմ ես, քանի տարեկան եմ եւ ինչ եմ պահանջում։ Պահանջեցի ՍՄԿԿ կենտկոմից Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Եվ հենց այդտեղից սկսվեց իմ հետաքրքրությունը, ես ինչ ասեցի, հետո սկսեցի մտածել, թե ինչ էր ՍՄԿԿ կենտկոմը, Ղարաբաղը ինչ էր, ինչի պետք է հանձնեին Հայաստանից, այդպես սկսելով, հետաքրքրվելով ծնողներից, հարազատներից, հարցնելով, սկսվեց իմ արցախյան տարեգրությունը։ Իսկ երբ արդեն առաջին անգամ գնացիք Արցախ։ Հետո սկսվեց բռնագաղթը եւ այն գյուղում, որ ես դպրոց էի գնում, ի սկզբանե թուրքաբնակ էր։ Եվ ադրբեջանցիները երբ հեռացան, այնտեղ եկան մեր հայրենակիցները Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Հյուսիսային Արցախից, Գարդմանքից, Արցախից նաև։ Եվ ես սկսեցի զգալ այդ տարբերությունները խոսվածքի մեջ։ Ինչու են այս դասարանցիներս, այս երեխաները այսպես խոսում, այլ կերպ խոսում, քան ես։ Եվ գնալով ավելի ու ավելի սկսեցի հետաքրքրվել, ինչ է տեղի ունենում։ Հետո երբ որ մութ տարիներն էին, երբ որ լույսերը երբեմն երեկոյան տալիս էին, բոլորը հավաքվում էին հեռուստացույցի դիմաց եւ տեսնում էին ինչ է տեղի ունենում, արդեն պատերազմներ ընթանում։ Կադրերն էինք նայում, արկեր էին պայթում, տանկերն էին աշխատում։ Հետո Վանաձոր քաղաքում մեծ սև այդ ժապավեններն էինք տեսնում, որի վրա գրված էին առաջին զոհերի անունները։ Ես շատ լավ հիշում եմ Լիպոյի անունը, Վանաձորցի, Սոսի Նաղրանյան, անգամ ավելի մոտենում էր մեզ այդ ամենը եւ հենց մեր գյուղից, մեր դպրոցի շրջանավարտներից Կարեն ունեինք Հայրապետյան, ով ծանր վիրավորում ստացավ։ Կուտուզը իմ քրոջ այդպես ընկերներից մեկը։ Այդ ամենը մենք շատ մոտ էինք զգում եւ մեր ընտանիքում էլ ստանալով դաստիարակությունը, հետաքրքրվելով ընդհանրապես հայոց ազատամարտի պատմությունից, մեր կյանքը սկսում ենք իմաստավորել որպես երեխա այդ ժամանակվանից ինչպես ապրել, լավ սովորել ինչի համար, այդ ինչի համարներից մեկի պատասխանը Արցախն էր։ Արցախը ազատելու համար, Արցախի ազատությունը երաշխավորելու համար։ Պարզապես անմոռանալի էին այն բերկրանքի զգացումները, երբ որ մենք ստացել էինք 94 թվականին զինադադարից հետո, որ մենք հաղթել էինք, մենք մեր պատմական հայրենիքի մասերը ազատագրել էինք, Արցախը
ուներ հնարավորություն ապրելու, զարգանալու, շնչելու, առաջ գնալու։ Իսկ ահա այստեղ այս շենքում, Երևանի Պետական Համալսարանի շենքում ուսումնառելիս սկսեց ավելի գիտակցական, էմոցիոնալ շրջանից անցում դեպի գիտակցական շրջան, այդ հարցի պատասխանը թե ինչ անել Արցախի համար, հա, որ պետք է սովորել, դառնալ դիվանագետ, այդ ժամանակ այդպես ենք սովորում, որպեսզի զբաղվենք Արցախի հարցով, որպեսզի զբաղվենք հայկական հարցով, այդ ընթացքն էր։ Իսկ Արցախ առաջին անգամ այցելությունը տեղի ունեցավ, երբ որ արդեն դասավանդում էի, դասախոս էի։ Գիտեք, մի տեսակ հիմա ինձ շատ եմ մեղադրում, ասում եմ, ինչի ավելի շուտ չէի գնացել։ Ինչ որ արխային լինելու հանգստության վիճակներ կար, որովհետև դե մերն է եւ այդպես էլ լինելու է միշտ։ Այդպես էլ լինելու է ու կգնանք, դե այսօր չէ վաղը, մյուս տարի կգնանք։ Բայց կոնկրետ արդեն դասախոսական շրջանում, երբ որ Պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհուրդ կար եւ այդ հանրային խորհրդի գործունեության ուղղություններից մեկը Արցախ կազմակերպվող այցերն էին դասախոսների, ուսուցիչների, որի շրջանակներում հատկապես զորամասերում հանդիպումներ էին տեղի ունենում մեր զինվորների հետ։ Եվ այդպես սկսվեց իմ կոնկրետ այցերը Արցախ եւ իհարկե պետք էր գնալը եւ տեսնելը եւ շոշափելը, ճանաչելը Արցախը։ Բայց իհարկե միայն այդ այցերով չէր սահմանափակվում, նաև գործնական, օրինակ Երևանի Պետական Համալսարանի գործունեության մի մասն էլ հենց ռազմահայրենասիրական դաստիարակությանն էր նվիրված եւ բազմաթիվ ուսանողներ էին գնում Արցախ, Գուրգեն Մելիքյանի նաև կազմակերպված այդ միջոցառումների շրջանակներում Արամ Սիմոնյանի ռեկտորի ծառատունկեր էին տեղի ունենում։ Այո, Գուրգեն Մելիքյանի շնորհիվ շատերը ծանոթացան Արցախին ու բազմաթիվ ծրագրեր իրականացրեցին Արցախի համար։ Հայրենասիրությունը շատ կոնկրետ միս ու արյուն էր ստանում, հողին շփվելով, ծառ տնկելով, խնամելով, մաքրելով, եկեղեցիները մտնելով, երգելով, շփվելով իրենց տարեկիցների հետ, այդ ամեն ինչը։ Իսկ ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ, մարդիկ, բնությունը, ավանդույթները։ Ամենաշատը Գանձասարը։ Գանձասարը եւ Եսայի Հասան Ջալալյանի տապանակարը, նրա գերեզմանը, դեպ ես 8-9 տարեկան էի, երբ որ կարդացի Դավիթ Բեկը եւ այնտեղ հենց Արցախի նկատմամբ նաեւ սերը Ռաֆու այդ գեղեցիկ նկարագրությունների միջոցով այդ Արցախ աշխարհի այդ առասպելական պատմությունները, մելիքների պայքարը, նրանց նիստուկացը կամ Խամսայի մելիքությունները, երբ որ կարդում ենք հետո, եւ Եսայի Հասան Ջալալյանը այդ կերպարներից մեկն էր Դավիթ Բեկի հետ միասին, Մխիթար Սպարապետի հետ միասին, որ այդ անհնար վիճակներում մարդիկ մեծ ճիգ գործադրեցին եւ իրենց ազատամարտը մխրճվեց մեր պատմության մեջ, հետագա սերունդների գիտակցության մեջ, որ չի կարելի հարմարվել եւ պետք է կաշվից դուրս գալով էլ լինի ու միշտ այդ կերպարը սրտից մեջ, երբ որ առաջին անգամ այցելեցի Գանձասար, դա ամենամեծ տպավորությունը իմ վրա թողեց Արցախի ինձ ամենաշատ սիրելի դարձնող հանգամանքներից մեկը Գանձասարն էր։ Ես մտապատկերներ էի ինձ համար ստեղծում նաեւ այդպես Գանձասարի ֆոնին, օրինակ Պարքև Սրբազանի կերպարը շատ տպավորիչ էր։ Ցնցող էր ինձ համար Արտուր Մկրտչյանի սպանությունը։ Եվ ես նույնիսկ այն ժամանակ 92 թվականի ապրիլի 14-ին այդ պատմությունը իմանալով Արտուր Մկրտչյանի գործունեությունը, նրա կերպարը իսկապես ինձ համար ցնցող էր եւ նույնիսկ այն ժամանակ ստեղծագործում էլ էի երեխա վիճակներով, այդպիսի ստեղծագործություն էլ գրեցի Արտուր Մկրտչյանի հիշատակին ստեղծագործություն էլ գրեցի։ Կարող եք հիշել մի պատմություն, որը ցույց է տալիս Արցախցու տոկունությունը, կամքը ձեր այդ այցերից Արցախ կատարած։ Ամարա ստանող ճանապարհին ես 100-ամյա թթենիներ էի տեսնում։ Հաստաբուն մեծ թթենիներ, որոնք որ, չգիտեմ, շատ ծեր էին, շատ երկար կյանք ունեին
բայց այդ թթենիները շատ խնամքով էդվում, մշակվում էին ու դա ցույց էր տալիս այդ հողի նկատմամբ այդ մարդկանց կարճած լինելու, այդ հողը սիրելու ու իրենց հազարամյակների հայրենիքի հետ շատ օրգանական կապով կապված լինելու հանգամանք։ Դա շատ տպավորիչ էր։ Տպավորիչ էր նաև այն, որ հայաթափումից հետո մեր տուն եկան մարդիկ, մի ընտանիք եկավ, որտեղ պապիկը Բերթաշենից էին։ Պատմում էր, թե հողի մեջ ամեն թորան նշանվելու կապակցությամբ գինի էր պահել ինքը, կարաս էր պահել։ Երևի պետք է այս պատմությունները իմանալ, այս պատմություններին շատերը տեղյակ լինեն, որպեսզի կարողանան խորքային ձևով պատկերացնել, թե մենք ինչ ենք կորցրել, ու որպեսզի իրենց մեջ լինի ուխտ երթում, որ կյանքի իմաստներից մեկը դարձնել մեր ժողովրդի, մեր հայրենակիցների, մեր իսկ հավաքական եւ արժանապատիվ վերադարձը մեր Արցախ։ 2020 թվականի պատերազմից հետո եք եղել Արցախում։ Իհարկե։ Ամենաշատը ինչն է ձեզ սուզել արցախցիների հետ հանդիպումների ժամանակ։ 19 թվականին ամռանը այնպիսի վիճակ ստացվեց, որ մի քիչ երկարատև ժամանակ կար հանգիստ լինելու 19 թվականի եւ ընտանիքով, երեխաների հետ միասին եւ նաեւ ընկերոջս հետ իր ընտանիքով այդպես որոշեցինք, որ այս ամռանը երեխաներին անպայման տանել Արցախ, ման գալ, գնացինք, լավ ման եկանք, լավ։ Հետո մի տեսակ այդպես հետ գալուց ինչ որ sense անբացատրելի կարոտի զգացումով էինք հետ գալիս։ Առաջ այդպես չէր, առաջ որ գնում էինք, հետ էինք գալիս, նորմալ դե ոնց որ մեր երկրի ցանկացած այլ կողմ գնում ես, հետ ես գալիս, նորմալ։ Էլի կգանք, հա։ Այդ անգամ մի տեսակ ինչ որ բան կար, անբացատրելի կարոտ կար ու բոլորս էինք զգացել։ Իրար հետ որ խոսում էինք, որ ինչ որ մի տեսակ կարոտով էինք դուրս գալի, հատկապես Քարվաճառից հետո արդեն երբ որ բարձրանում էինք դեպի Վարդենիս այդ ճանապարհին։ Մինչև պատերազմը սկսելը պետք է գայի Արցախի պետական համալսարան, այնտեղ ինստիտուցիոնալ հավատարմագրում պետք է անցներ։ Հետո պատերազմ եղավ, այդ ամեն ինչը հետաձգվեց, բայց պատերազմից հետո 21 թվականի գարնանը մարտին մենք եկանք Արցախ եւ հանդիպեցինք ու ապշեցուցիչ էր պարզապես, որ այդ տրավմայի պայմաններում, երբ որ գրեթե յուրաքանչյուր ընտանիք կամ յուրաքանչյուր տոհմ կորուստներ էր կրել, այդ պայմաններում մարդիկ բնականոն ձևով աշխատում էին, կրթություն էին ստանում, դասախոսություններ էին լինում, գրադարանային գործ, համալսարանի բարեկարգում, շինարարություն եւ ժենգյալով հաց եւ մարդիկ համալսարանի ղեկավարությունը մեզ անընդհատ փորձում էին այդպես ուրախ պատմություններ պատմելով, հետաքրքիր նշխարներ Արցախյան բանահյուսությունից ներկայացնելով, որպեսզի մենք մեզ բան զգայինք, ուրախ զգայինք եւ լավ զգայինք։ Այդ դա շատ տպավորիչ էր եւ ցույց է տալիս իսկապես Արցախցու այդ մեծ ուժը, որ իր կորուստը բոլորինս է իհարկե, բայց շատ ավելի մեծ քանակությամբ հենց արցախցիներն են կրել։ Տեսակարար կշռով երբ որ նայում ենք, հենց արցախցիներն են կորուստը, ամենամեծ կորուստը արցախցիներն են կրել։ Տասնապատիկ, անգամ 20-ապատիկ ավելի շատ։ Բայց այդ ամեն ինչը իրենց մեջ պահած հյուրերին ու հյուր բանի իմաստով էլի, այդպես շատ հարաբերական իմաստով աշխատում էին իրենց տրամադրությունը բարձր պահել։ Իսկ այդ օրերին պատերազմից հետո, որ Արցախում էիք, կանխազգում էիք վտանգը։ Ոչ, իսկապես չէ։ Այս իշխանությունների վերընտրվելուց հետո մեզ համար ավելի հասկանալի էր դառնում, որ ամեն ինչ գնալով վատանալու է։ Մենք այդ ամեն ինչ արդեն տեսնում էինք, հետազոտական հայացքով էինք նայում, հասկանում էինք, որ լավ չի լինելու իհարկե, բայց որ այդպես կստացվի, այդպես տեղի կունենա մեկ դար առաջ տեղի ունեցածը, նույն գաղթի պատկերները ոչ ոք չէր սպասում։ Մենք իհարկե փորձում էինք մեր հայաքվե ազգային քաղաքացիական միավորում իր փոքրիկ ջանքերի շնորհիվ փորձում էր այդ ամեն ինչի դեմ առնել եւ հենց ստորագրահավաքը որ սկսեցինք դա
Արցախը պաշտպանելու համար էր եւ մեր ստեղծվելը հենց կապված էր Արցախի պաշտպանության հետ, բայց իզորու չեղանք, որովհետեւ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ հայ ժողովուրդը պառակտվեց, ջանքերը փոշիացվեցին, միասնականությունը փլուզվեց եւ դրա արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Մենուա երևի սա ձեր առաջին հարցազրույցն է, որտեղ խոսեցինք ոչ քաղաքական թեմաներից։ Եվ ինչպիսի զգացողություններ։ Միաժամանակ եւ շատ ջերմ եւ շատ դժվար։ Դժվար ինչու, որովհետեւ երբ որ խոսում ենք ոչ քաղաքական թեմաներից, երբ որ խոսում ենք մարդկային ապրումներից, երբ որ խոսում ենք զգացողություններից, այդ ամեն ինչը վերապրում ենք։ Վերապրում ենք մանկությունը, վերապրում ենք այն Արցախը, որը որ մենք մանկության ժամանակ մեր զգայարաններով զգացել ենք, երգերը լսել ենք, սնունդը համտեսել ենք, մեր աչքով այդ ճկնաղ վայրերը տեսել ենք, այդ հրաշալի մարդկանց հետ շփվել ենք, այդ ամեն ինչը վերապրում ենք, իսկ այդ վերապրելու մեջ թախից էլ կա, դրա համար դժվար է։ Բայց միևնույն ժամանակ ջերմ է, որովհետև այն ամեն ինչը որ մարդկային է ջերմ է։ Եթե մեկ բառով նկարագրելու լինեք, ինչի համար եք երախտապարտ Արցախին, եթե մեկ բառով ասելու լինեք։ Իմ ինքնության համար եւ իմ կյանքին շատ կարեւոր իմաստ տալու համար եւ որպես մարդ առաքելություն տալու համար։ Ես իսկապես շնորհակալ եմ Արցախին, որ կյանքում ունեմ առաքելություն, որ ուտելու համար չեմ ապրում պարզապես։ Իսկ որ արժեքը պիտի պահպանենք, որպեսզի Արցախը նորից դառնա նպատակ։ Պետք է լինենք քրիստոնյա։ Պետք է լինենք քրիստոնյա եւ որպեսզի այդ առաքելությունը իրականացնենք Արցախի վերադարձի։ Պետք է քրիստոնեական առաքինությունները իսկապես մեր մեջ կրենք։ Շատ դժվար է։ Ես էլ շատ մեղավոր, մեղք գործող մարդ եմ, բայց պետք է անընդհատ այդ մեղքերի գաղափարը մեր մեջ լինի եւ առաքինության գաղափարը լինի եւ մեղք չգործենք։ Եվ ամենակարևորը ծույլ չլինենք։ Ամենակարևոր բանը, որ մերժենք ծուլությունը որպես մահացու մեղք եւ լինենք աշխատասեր ու հավատանք։ Հավատանք, թերահավատությունը մեր մեջից վանենք, լինենք համարձակ նաեւ։ Իսկ երբ որ մենք ուզում ենք եւ հավատում ենք եւ քրիստոնյա ենք եւ Աստված մեզ ուղեցույց լինում է, ուղենիշ լինում է, մեզ ուղղություն ցույց է տալիս։ Ինչ որ նշաններով, ինչ որ լուսավորումներով մեզ այդ ուղղությունը ցույց է տալիս։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Դուք հաճախ եք կրկնում այս խոսքերը։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Եթե մենք մի րոպե դադարենք հավատալուց, եթե մենք մի րոպե դադարեցնենք այդ պայքարը, մենք շատ պարզ պետք է իմանանք, որ այստեղ էլ չենք լինելու, այստեղ մենք չենք լինելու։ Եթե մենք դադարենք պայքարելուց, մենք նշանակում է, որ չենք կուտակելու ուժ։ Արցախի վերադարձը մեզ տալիս է դրդապատճառ լինելու ուժեղ, կուտակելու ուժ։ Իմ ասածը թող չընկալվի այն իմաստով, որ վաղը մյուս օրը կամ առհասարակ պարտադիր պետքա զենք վերցնենք եւ գնանք, բայց դրան էլ պետք է պատրաստ լինել, ցանկացած տիպի զարգացման պետք է պատրաստ լինել մեր ժողովրդի զանգվածաբար ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում։ Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, մենք պետք է ունենանք ուժեղ դիվանագիտություն, ունենանք լավ, առողջ հասարակություն, միասնականություն։ Այդ ամեն ինչը շատ մեծ նպատակներ են, մեծ խնդիրներ են, որ պետք է լուծենք մեր նպատակին հասնելու համար։ Իսկ եթե այդ նպատակը մենք մեր առջև չենք դնում, մենք շարունակում ենք մնալ ծուլության մեջ, շարունակում ենք չաշխատել, շարունակում ենք այդ էներգիան
որ մեր մեջ կա փոխանակ ուղղելու մի կոնստրուկտիվ, պոզիտիվ նպատակի, մենք մեր իրար դեմ ենք ուղղելու, ավելի ենք թուլանալու եւ այս հողում չենք լինելու։ Մենք չենք մեզ չեն թողելու։ Մենք կամ ձուլվելու ենք, կորցնելու ենք մեր ինքնությունը, կամ ստիպված ենք լինելու տարագրվել մեր շատ հայրենակիցների նման եւ մեր այս վերջին կտորից տարագրվել։ Ես համաձայն չեմ դրա հետ, ես հաստ չեմ եւ իմաստ չկա պարզապես դրսում ապրել ինչի համար։ Այդ նույն միաման ճաշն ենք էլի ուտում, դրսում էլ ենք ուտում, այստեղ էլ ենք նույն միաման ճաշն ենք ուտում։ Պայմանավորվել ենք քաղաքականությունից չխոսել, բայց չեմ կարող այս հարցը չուղղել ձեզ։ Իշխող ուժը դեմ քվեարկեց բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին։ Սա հուսահատեցնող չէ։ Իհարկե ոչ։ Իրենց ինչը պետք է մեզ հուսահատեցնի։ Իրենց նոր ենք մենք ճանաչում, որ հուսահատեցնի։ Իրենց համար դա իշխանության պայքար է։ Այդ մարդկանց համար այն ինչ որ մենք խոսում ենք, այդ վե գաղափարները իրենց համար գոյություն չունեն։ Իրենց առնվազն մի մասի համար գոյություն չունեն։ Մի մասն էլ ինչ որ խեղճացած վիճակում է, վրան կոմպրոմատներ կան, չեն կարողանում խոսել։ Բայց այդ ամեն ինչը անցնելու է։ Աշխարհաքաղաքական ռասկլադ է փոխվելու։ Եվ նրանց քայլերից հուսահատվել իրենք իրենց շատ լավ կզգային, եթե մենք իրենց քայլերից հուսահատվեինք։ Իհարկե ոչ։